Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր Իլոնա Համբարձումյանը։ Ողջույն Իլոնա ջան։ Ողջույն Թամարա ջան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք նախ առաջին հարցից, ինչպես որոշեցիր զբաղվել տվյալ գործունեությամբ, որով այսօր շատերն են զբաղվում, այսինքն սոցիալական հարթակները, որոնք բավականին արդի են։ Փոքրուց երևի ավելի շատ այսպես հարցը պատասխանեմ, թե ինչն է ավելի շատ հայտնիությունը այնպես արել, որ ոնց որ ես ինձ իմ կոմֆորտ զոնայում զգամ, բնականաբար TikTok-յան հարթակով, բայց այն ժամանակվանից, երբ որ ինքը մյուզիկլի էր։ Այսինքն այդ 2016 թվականից 17-ից ասենց խորացել էի ու ցանկությունը շատ մեծ էր։ Բնականաբար կողքի այդ բացասական գործիքները չէ, դու պետքա սա դառնաս, պետքա սա սովորես, ինչի ես անիմաստ հեռախոսի մեջ, բայց ոնց որ իմ ներքին ձայնը ինձ միշտ ասել է, որ դա քո մոտ կստացվի։ Ու ի սկզբանե ես շատ եմ սիրել, շատ հին բլոգերների եմ հետևել, շատ իրենց այդ խոսակցականը, այդ իրենց փորձարկումները, ամեն ինչ։ Ու փոքրուց sense այդ ցանկությունով մեծացել է, ասել եմ, չէ, դա իմն է։ Հիմնականում մենք պատկերացում ունենք, որ բավականին հեշտ ոլորտ է, բայց իրականում գիտակցում ենք, որ մեծ աշխատանք է։ Ընդհանրապես ինչպես եղավ, որ սկսեցիր հաջողություններ գրանցել, եւ եթե կհիշես, որն է այն հոլովակը, որը բավականին մեծ տարածում գտավ։ Եկեք հենց այդ ամենավերջին հարցը պատասխանեմ, հոլովակը Վաչագան արքան էր, ի սկզբանե դեռ այն ժամանակ 17-18 տարեկան էի, բրեկետներ էի կրում, այդ ժամանակվանից դա արեցի, հետո այդ էջը ինչ-ինչ պատճառներով ջնջեցի ու սա նոր է, ինչ որ հենց այս պահին գործունեության մեջ է, նորից էլի արեցի ու ով ինձ տեսնում է, միշտ ասում է մենք քեզ այդ Վաչագան արքայից ենք տեսել, ձեր այդ առաջին հարցը ընդհանրապես հեշտ չի այս ոլորտը, ինչի որ պատկերացնում են, ինչի որ տեսնում են թեկուզ այդ վիդեոները, որը որ մոնտաժ է արվում, պատկերացնում են թե ինչ անում, լավ կտրում, աչքիրամ քապկատով անում, իշոտով անում, բայց չէ, ու նամանավանդ, երբ որ դու ավելի էմոցիոնալ կերպար ես լինում, ես շատ էմոցիոնալ եմ ու ամեն առումով, երբ որ բացասական կարծիք ես տեսնում, հիմա ինչքան տարիքով մեծանում եմ, ավելի շատ փորձում եմ հաշտվել այդ կարծիքի հետ, որովհետև ինչքան մարդիկ շատանում են, այդքան կարծիքները բավականին տարբեր են լինում ու փորձում եմ ինքս ինձ մեջ ոնց որ հաղթահարել դա ամենա իմ կոնկրետ ծանր, որը որ կարող եմ տանել այս սոցիալ մեդիայում, դա կարծիքներն են, որը որ փորձում եմ հաղթահարել, բայց ընդհանուր ինչին որ ուզում ես հասնել, բնականաբար դա շատ դժվար է, այսինքն թող մարդիկ չմտածեն օրինակ, եթե չգիտեմ, դու բլոգեր ես, վիդեոներ ես նկարում, վիդեոներ ես մոնտաժում, դա դժվար չի։ Հիմնականում նշում ես, որ կարծիքները բավականին շատ են, թե դրականը կա եւ թե բացասականը կա, բայց իրականում նաեւ երբ որ հայտնի ես լինում, արդեն որոշակիորեն դրսում, երբ որ հանդիպում ես տարբեր մարդկանց, դժվար է, երբ որ դու օրինակ արդեն գիտես, որ որոշ մարդիկ քեզ ճանաչում են, նաեւ որոշակի դրսևորումներ, որոնք քո վարքագծում ունենում ես, պետք է իցույց չդնես, քանի որ դու արդեն հանրային մարդ ես լինում։ Ինչպես է ընդհանրապես, երբ որ քեզ արդեն գիտակցում ես, որ հանրությունը ճանաչում է, արդյոք եղել են խոչընդոտներ, թե դրանք միայն դրական կերպով են քեզ վրա ազդել։ Այսպես ասեմ, իմ համար ինչ որ չափով հեշտ է, որովհետև ես ոնց կամ իրական կյանքում, թե էկրաններից այն կողմ եմ նույն ձև, թե ընդհանուր մարդկային շփման մեջ եմ նույն ձև, խոչընդոտներ շատ են լինում, ոչ թե մարդկանց հետ շփման ժամանակ, այլ ընդհանուր այս բնագավառում, որովհետև ավելի շատ այդ կարծիքներն են, մեկը իմ մոտ ամենաշատը դա է մնում, հա, բնականաբար ճանաչում են, բայց մաքսիմալ, թե տղաները, թե աղջիկները, մեծ փոքր կապ չունի, շատ sense դրական արձագանքները միշտ ստացել, բայց ամեն դեպքում, ինչքան տարիքով մեծանում ես, ինչքան ինչ որ X մի բանի հասնում ես, այն մարդիկ, ովքեր որ ի սկզբանե եղել են փոքրուց քո հետ օրինակ մեծացել են, ինչ որ չափով, չգիտեմ, ձեր շփումը չի ստացվել, թե աղջիկ, թե տղա, թե ինչ որ, չգիտեմ, թեկուզ այն ամենափոքր ինչ որ չին, տարիքով մեծ մարդը միշտ ինչ որ բացասական մի բան կարող են, հա, գրել, այսինքն ոչ միայն անծանոթ, այլ այն մարդը, ում հետ չի ստացվել ձեր շփումը։
Այս շատ հետաքրքիր բան ասացիր ու ընդհանրապես շրջանակը միշտ ընկերների սահմանափակվում է, երբ որ դու հասնում ես որևէ հաջողությունների։ Արդյոք քո կյանքում ինչ փոխվեց հաջողությունից հետո եւ քո շրջանակը ընկերների նույնը մնաց թե որոշակիորեն փոփոխվեցին, որովհետեւ իրենց վերաբերմունքը կամ սպասելիքները քո հայտնիությունից հետո այլ էր։ Շատ լավ հարց էր իրականում, տեսեք, այն ժամանակ, երբ որ ես այդ լսում էի, ասում էին, օրինակ, ես ընկերուհի չունեմ, օրինակ, ես մենակ եմ, աղջիկները, մեծամասամբ բնականաբար ավելի շատ աղջիկները, որովհետև չեմ ցանկանա ոչ մի կերպ, չգիտեմ, աղջիկների, հա, այդ женская солидарность, այսպես ասած, գցեմ, ես շատ եմ միշտ կապ չունի աղջիկը սխալ է, ճիշտ է, միշտ աղջիկա կողմից եմ, բայց աղջիկների մեջ ավելի շատ այդ շփման մեջ ինչ որ նախանձություն միշտ լինում է։ Իրականում չեմ թաքցնի, որ տղաների մեջ նույնպես, այսինքն անգամ այդ ընկերական շփում, որ աղջիկն ու տղան ունեն, այդ մրցակցությունը լինում է։ Այսինքն 50-50 է բաժանված։ Այո, այս ընթացքում կորցրել եմ ընկերներ, այսինքն որոնք որ անգամ այդ շփումը փոքրիկ ինքը կորել է, ինչ որ X մի բան որ անում է, եթե այդ մարդուն դուր չէր գալիս, այդ մարդը ուղակի բարձրաձայնում էր ու ասում էր, որ դա քոնը չի, դա չի լինելու ուղակի, չգիտեմ, մի զբաղվի, ինչ որ արգելքներ եղել է։ Ու այդ իմ համար մի հատ sense չեմ կարող, որովհետև ես շատ դժվարություններով եմ այս ամեն ինչին հասել ու եթե այդ մարդը նամանավանդ իմացել է որ անգամ այդ ոնց որ 100 դրամով ես հասել եմ այդ նկարահանման տեղը ու ինքը պետքա այդպես անի, այդ մարդը ուղղակի իմ կյանքի մարդը չի, ինքը իմ կողքը չի լինելու ու ինքը կյանքում իմ հետ չի ուրախանալու իմ ինչ որ X հաջողության վրա։ Իլոնա լինեն ընկերներ թե ընկերուհիներ, հիմնականում նշում եմ եւ ես ինքս էլ զգում եմ, որ բավականին շատ դեպքեր են եղել, երբ որ այդ ինքնավստահությունը մարդու դիմացին, երբ որ ցանկանում են գցել միտումնավոր, արդյոք դա ի՞նչն է պատճառը եղել, մարդիկ չեն ընդունել քո հաջողությունների հասնելը, թե ուղղակի փորձել են ընկերական խորհուրդ տալ իրենց պատկերացումները կամ իրենց կարծիքը քեզ վրա տանել։ Ավելի շատ իրենց կարծիքը օրինակ մարդիկ կան, որ այս բնակավարից ընդհանրապես հասկացողություն չունեն, իրենք լրիվ ուրիշ ձևով են մեծացել, լրիվ ուրիշ աշխարհայացքով, լրիվ ուրիշ շրջապատ են ունեցել, բայց երբ որ ես սկսեցի արդեն այս բնակավարի ոնց որ ներսի մարդկանց հետ շփվել, տարբեր sense կրթված, չգիտեմ, ամեն ինչի հանդեպ պատկերացում ունեցած մարդկանց հետ երբ որ շփվում ես, դու հասկանում ես, որ դու սխալ մարդկանց հետ ես շփվել, բայց ես կյանքում դա ցույց չեմ տա, այսինքն եթե ես օրինակ չգիտեմ, ես չեմ թաքցնի, կբարձրաձայնեմ, դա չեմ սիրում գիրք կարդալ, բայց եթե ես իմանամ, որ դա ինձ այդ պահին օգուտ է տալու, այսինքն բառապաշարը կրթելու այս ամեն ձևով, ես օրով, մեկ օրվա ընթացքում կբռնեմ լիքը գրքեր կկարդամ, բայց այդ մարդկանց մոտ օրինակ տարբեր է լինում, նրանք օրինակ չեն ուզում, որ չգիտեմ, ես իրենց ասում եմ, որ սա իմ համար օրինակ կարևոր է, ես պետքա սրան հասնեմ ու ամբողջությամբ sense շղթա է, այսինքն դուք հիմա որ այդ հարցերին տալիս եք, բոլորը իրար հետ կապակցված է։ Նաև այսպիսի մի բան կա, որ հիմնականում նշում ես բացասական արձագանքները եւ ես ինքս էլ զգում եմ, որ բավականին մեծ ազդեցություն են դրանք թողնում արդեն քո հետագա գործունեության վրա, ընդհանրապես որն է եղել կամ որոնք են եղել այն արձագանքները, որոնց պատճառով դու երկար ժամանակ ինքդ քո մեջ ունեցել ես բավականին հարցեր կամ դրանք քեզ վրա ունեցել են ազդեցություն, լինի դա դրական կամ բացասական արդեն։ Որպես այդպիսին ավելի շատ երևի քաշային ավելացումը, քաշային պակասեցումը, այսինքն ոչ մեկ ընդհանրապես ոչ մեկ չի հասկանում, որ հենց աղջկա մոտ կարող է ինչ-որ, չգիտեմ, X օր լինի, կամ ինչ-որ հորմոնալ ինչ-որ փոփոխություն լինի ու աղջիկը կարա օրինակ չաղանա, կարա նիհարի ու իրենց այդ անիմաստ մեկնաբանությունը կարող են հենց տղաները, հենց աղջիկները նենց աբսուրդ մեկնաբանություններ գրեն ու ավելի շատ երևի դա է եղել, չգիտեմ, թեկուզ ինչ-որ տոպ ես հագնում, ինչ-որ մեկնաբանություն են գրում, չէ, վсё, այդ տոպը էլ դու չես հագնի, բայց անկեղծ սկզբում էլ ասի, որ տարիքի հետ դա փոխվում է, այսինքն դու քեզ տեսնում ես հայլու մեջ, ասում ես, որ չէ, այս քեզ ծազում է, իրանց, չգիտեմ, կարծիքն է դա, օքեյ,
լսում ես, բայց դա դու չես անում, որովհետև դու տեսնում ես, որ եթե դա քեզ համահունչ է ու հիմնականում ես անում եմ այնպիսի բաներ, կրում եմ այնպիսի բաներ, ինչը որ իմ մարմնի հետ համահունչ է, իմ տեսքին համահունչ է ու ընդհանրապես ես չեմ վախենում փոփոխություններից։ Հիմնականում արտաքինի հետ չասեմ պայքար, բայց արտաքինի փոփոխությունները քեզ մոտ եղել են պարբերաբար եւ դու ինքդ էլ կիսվել ես, որ օրինակ դեռահաս տարիքում այլ տեսք ես ունեցել եւ նույնիսկ երբ որ դասարանցիներդ քեզ տեսնում են կամ տեսել են փոփոխություններից հետո հաճախ չեն ճանաչել, հիմնականում կնշես արտաքինիդ ընդհանրապես փոփոխությունները ինչպես են եղել եւ ինչ փոփոխություններ ես ունեցել։ Փոփոխությունը շատ գեր եմ եղել, շատ մոտավորապես մինչև 12-րդ դասարան ես գեր եմ եղել, 12-ից արդեն սենց ամբողջությամբ փոխվել եմ, անգամ 10-11 այդ շրջանակներում սենց ընդհանուր փոխվել եմ, այսինքն ամբողջությամբ սենց էտապ ես նիհարել եմ ու սենց դասարանցիներս տեսնում էին այն ժամանակ, որ դաժե ինձ ասում էին բուլկի, չգիտեմ, ինչ ասես, այդ բնականաբար բուլինգ էր, բայց ես դա այն ժամանակ չէի հասկանում դա ինչ է։ Ու սենց լոցում էի, մտնում էի տուն ու իմ մաման միշտ իմ մազերը ձիգ պոչ էր հավաքում, միշտ հավաքած է եղել իմ մազերը ու ես շատ եմ սիրում ընդհանրապես հավաք մազեր։ Ուղղակի գիտեմ, որ մազ էին ինքը վրաս, չեմ անում այս տարիքում, բայց ոնց որ ավելի շատ սենց հանվոր գեր էի, հանվոր այդ պոչը կապում էր, ես ինձ տղա էի զգում։ Ու հետո երբ որ արդեն մեծացա, սենց տեսքս ամբողջությամբ փոխվեց եւ դասարանի տղաները եւ աղջիկները, սենց միանգամից շատ էս փոխվել, հա, եղել է դեպքեր, որ չեն ճանաչել, աշխատելուց եմ եղել, մեր դասարանից մեկի մաման տենց մտել է այդ խանութ, սենց դու ես բան, սենց խոսացել ենք, իսկ հիմա որ օրինակն է, դե հա, իրականում ավելի շատ մազերի երանգն է փոխվել, անընդհատ հենց ես փոփոխություններ շատ եմ սիրում ու իմ համար ես նայում եմ ինչ որ ինձ կսազդի, այսինքն ինչ որ փոփոխություն ու դա կատարում եմ առանց վախի։ Նաև նշեցիր, որ առաջ հիմնականում երբ որ թեկուզ փաղաքշանքի տեսքով ասում էին արտահայտություններ, որոնք իրականում բուլինգի էին ենթարկում անձին, արդյոք կհիշես նման դեպքեր, երբ որ քեզ շատ նեղացրել են տվյալ արտահայտությունները, բայց դու իրականում ցույց ես տվել դրանք էմոցիաներդ եւ հիմնականում ինչպես որոշեցիր, որ պետք է որոշակի դիսցիպլինա դրսևորես եւ քո երազանքների, կարելի ասել, արտաքինին հասնես։ Իրականում փոքր եմ եղել, տենց ինչ որ վաու ռեակցիա չեմ տվել, եթե հիմա օրինակ ասեն, ես իրականում շատ ցենց սուր հումոր ունեմ եւ սիրում եմ սև հումորները եւ առհասարակ, ու եթե տենց ինչ որ X մի բան ասեն, անգամ կատակով, ես կատակով դա պատասխանում եմ հիմա, բայց փոքր ժամանակ չեմ հասկացել դա ինչ է, որ ես ուղղակի լացել եմ, էմոցիոնալ եմ եղել, ուղղակի նստել լացել եմ, գնացել եմ տուն, ասել եմ ինձ ասել են բուլկի, բայց դասարանում դաժե այդ տղան, որ ասել է ինքն էր այդ ժամանակ բուլկի, կարելի ֆրայ ասել դու ես բուլկի։ Շատ կռվարար եմ եղել այդ առումով ու կապ չունի, լացել եմ, բայց պատասխանը տվել եմ, բայց հիմա որ արդեն մեծանում ես, հա, ես իմ չեմ ասի, ինձ թվում է տարեց տարի ամբողջությամբ փոփոխվում է, ես կարող եմ, չգիտեմ, այս տարիքում ցանկանում եմ նիհարել, մյուս տարիքում ուզում եմ ավելի, չգիտեմ, ինչ որ սենց պուխլինկի, ինչ որ իլոնա լինեմ, բայց չէ, ես ինձ աշխատում եմ ամբողջությամբ սիրեմ նենց ոնց կամ ոնց Աստված ստեղծել է, ընդունում իմ մարմինը, որովհետև ամեն մարդ, ոչ մի մարդ իդեալական չի, այսինքն եթե ես ուզում եմ օրինակ ունենամ, չեմ, ինչ որ բարակ ոտքեր, ես դա, եթե ունեմ օրինակ այդպիսին, ես չեմ կարող դա սարքել ու կապ չունի ընդհանրապես կազմվածքի հետ։ Ես կարող եմ նիհար լինեմ, բայց դա օրինակ պահպանվի։ Նաև դու համագործակցում ես տարբեր կազմակերպությունների հետ եւ հիմնականում համագործակցում ես այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք կարելի ասել շակերտների մեջ նաև մարդկանց սեր են փոխանցում եւ փոխանցում են լոզունգներ, որ պետք է անձը իրեն սիրի եւ դա շատ գովելի է իրականում, բայց արդյոք եղել են դեպքեր, երբ որ համագործակցությունները օրինակ կարելի ասել ընդհատվել են կամ որևէ խնդիր է եղել, որ տվյալ կարելի ասել ստանդարտների պատճառով համագործակցող կողմի հետ չես շարունակել համագործակցությունը։ Այս պահին համագործակցում եմ շատ հավեստ ընկերությունների հետ ու ի սրտե բնականաբար երբ որ սկսում ես ինչ-որ X տեղի հետ համագործակցել, այնտեղից եւ ինչ-որ ոչ սենց ոնց ասեմ,
ոչ սենց ինչ որ անունով, ոչ ինչ որ հայտնիություն ունեցող կազմակերպություններ առաջարկներ անում են, ես շատ սրտացավ եմ աշխատում ու եթե ես չեմ զգում, որ այդ գործակալությունը ինչ որ չգիտեմ, կամպանիա, որի հետ որ համագործակցում եմ, իմ հետ չեն աշխատելու այդպես, կատեգորիկ, ինչքան գումար առաջարկեն, չեմ վախենում այդ ասել, ավելի շատ իմ կոմֆորտը պետքա լավ լինի, իմ առողջությունը, իմ նյարդերը, քան չգիտեմ, ես ինչ որ զզվելով գումարի համար աշխատեմ, որովհետև անգամ իմ համար 10,000 դրամը դա իմ աշխատածը ոնց որ ես գնահատեմ։ Տենց չունեմ, բայց շատ է եղել, այս վերջում էլ համագործակցության առաջարկ արեցին, չեն տեսել էջս, չեն նայել ընդհանրապես ինչ, օրինակ ոճով եմ ես աշխատում, չեմ ուզում բարձրաձայնել ոչ մեկի, չգիտեմ, ինչ որ ասեմ, չէ, բայց ես շատ ճիշտ մոտեցում եմ ցույց տվել ու ասել եմ, որ ես կամ պետք է սրտացավ աշխատեմ կամ չաշխատեմ ու ընդհանրապես իմ գործունեությունը ձեր ընկերության մեջ չի կարա լինի, ուղղակի ես չեմ պատկերացնում ոնց եմ ներկայացնելու այդ ամեն ինչը։ Նաև երբ որ խոսում ենք ինքդ քեզ սիրելու մասին, դու բավականին շատ օգնում ես աղջիկներին, քանի որ հաճախ ներկայանում ես նույնիսկ առանց դիմահարդարման, դու հիմնականում անում ես get ready-ներ, որի ժամանակ քեզ տեսնում են այնպիսին ինչպիսին կաս, մինչև գեղեցկանալը եւ դա մարդկանց բավականին ոգեշնչում է, սակայն հիմնականում լինում են օրեր, երբ որ օրինակ դու ինքդ քեզ կարող ես դուրս չգալ, արդյոք ինչպես ես կարողանում հաղթահարել այդ օրերը եւ ըստ քեզ ինչ պետք է անի յուրաքանչյուր աղջիկ, որպեսզի չընկնի այդ շակերտավոր թակարդի մեջ։ Շատ ակտուալ իրականում թեմա է, երբ աղջիկները այդ թակարդում են ձեր ասած լինում, որովհետև ունենում են ինչ-որ X կողակից, որը որ իրենց ինքնագնահատականի հետ խաղում է ու ասում է, չգիտեմ, օրինակ գերես, օրինակ դեմքի վրա ինչ-որ ցան կա, որը որ բոլորի չկա այնպիսի մարդ, որի դեմքին դա կարող է չլինել։ Ու իմ ամենահիմնական խնդիրը դա է եղել, որ ես ոնց եմ սկսել կամանց ցույց տալ իմ դեմքը առանց դիմահարդարման, իրականում դիմահարդարում աստվածը այդպես էլ չեմ սիրում, ուղղակի որ չգիտեմ, եթերների արդեն այդ համագործակցությունները, նկարահանումները լինում է, ոնց որ ավելի շատ հաճելի է էկրաններին, երբ որ դու դիմահարդարված ես լինում, ավելի սենց էսթետիկության առումով, ոնց է եկել այդ ամեն ինչը սկսվել, երբ որ ես իմ դեմքին չեմ ասի ակնե, ավելի շատ ինչ որ ներքին խնդիր է եղել, որ ավելի շատ ինչ որ ցաների տեսքով, որը որ ինձ դուր չի եկել, ու ես փորձել եմ ամեն ձևով այդ ամեն ինչը նենց անել, որ ես ինձ սիրեմ առանց դիմահարդարման։ Բնականաբար լինում են օրեր, ոչ մի աղջիկ թող այդ օրերին ընդհանրապես չնայի, այսինքն երբ որ ինչ որ ամենակարևորը այդ լինում է այն որ ամենակարևոր առիթների ժամանակ ըստեղից մի հատ բշտիկ է դուրս գալիս։ Կյանքում մի խառնվեք ընդհանրապես, որովհետև կարևորը դուք ձեր առիթը վայելեք, դուք որ մաքսիմալ կոմֆորտ զգաք ձեզ այդ տարածքում ու սիրեք ձեզ, կապ չունի։ Այդ իմ համար ես շատ դժվարությամբ եմ եկել դրան, բայց իրականում ասեմ, նաև պետք է ունենալ շատ ճիշտ ընկերներ, շատ ճիշտ շրջապատ, ովքեր որ կյանքում քեզ չեն ասի Իլոնա ջան կամ X, չգիտեմ, X մարդ ջան, չգիտեմ, այս բշտիկը ահավոր է, ինչ ես այսօր։ Այլ հակառակը, արի չգիտենք, օրինակ, կանցելյարով դա քողարկենք։ Անկեղծ ասեմ, այս հարցի շուրջ էլ խոսեմ, ինչքան դու քեզ սիրես, բնականաբար դիմացին էլ քեզ կսիրի, բայց պետք է ունենալ ճիշտ շրջապատ։ Նաև բացի մեր շրջապատից բավականին կարևոր դեր ունի ընտանիքը եւ դու հաճախ լսվում ես, որ մայրիկիդ հետ գնում եք տարբեր, կարելի ասել, միջոցառումների, թեկուզ հանգստի եք մեկնում եւ ինչքան էլ դուք արտաքնապես իրար այդքան էլ նման չեք, բայց հոգեպես շատ կապված եք եւ մի փոքր կխոսես ինչ դեր ունի քեզ համար ընտանիքը եւ արդյոք այն բացերը, որոնք կան, ընտանիքը կարողանում է լրացնել։ Մայրիկիս հետ իրականում այսպես անկեղծ խոսեմ, սկսել եմ երևի արդեն 4 տարի սենց ավելի ջերմ շփվել, ինչի համար, որովհետև մայրիկս ինձնից տարիքով մեծ է, մենք 4 երեխա ենք ու մնացածը տարիքով ավելի մոտ են մայրիկիս, քան ես։ Ու այն սերը իմ մաման իրականում ինձ ավելի շատ է սիրում, որովհետև բարձր հայտարարություններ հետո չեմ փոշմանելու։ Չէ, իրականում սա հումոր էր, բոլորին է ինքը սիրում, համ իր թորնիկներին, համ իր երեխաներին
դե ամեն մեկին յուրովի, ես էլ քանի որ տան փոքրն եմ, ավելի շատ այս տարիքից ես դու հասկանում, որ ավելի շատ մայրդ ընկերուհի է։ Ես իրականում շատ կիսվող եմ ու ես չեմ վախենում իմ մամայի հետ ինչ որ X բանից խոսելուց։ Ինչքան բաց լինես, այսինքն ես այն շեմը, որը հաղթահարել եմ, ես շատ ուրախ եմ, որտեղ ավելի հանգիստ եմ ես իմ ծնողի հետ շփվում։ Միշտ ուզեցել եմ հասնեմ այն աստիճանին, որ աշխատեմ այնքան գումար, որ ամբողջությամբ այնպես որ անգամ մայրիկս չաշխատի ու ավելի շատ այդ մտքով ես միշտ sense աշխատում եմ, համ իմ մասին եմ մտածում, համ իր ու այդ շրջագայել ամեն ինչը մեզ ավելի է կապում բնականաբար, որովհետև շատ տարբեր ենք։ Ես ու մամաս իրականում շատ տարբեր ենք, ինքը շատ sense հանգիստ կերպար, ես sense ավելի ակտիվ, արտակնապես, ընդհանրապես նման չենք, անգամ որ գնացել էինք երկրից դուրս, sense նայում են մեզ, ասում են քույրիկներ եք, ասում ենք չէ մամա աղջիկ ենք ու այդպես բացը կարամ ասեմ այսպես երբ որ ավելի միակողմանի ոնց որ ծնող ես ունենում ով ամբողջությամբ ամբողջ բերը իր ուսերին է կրում ու երբ որ փոքր ժամանակ այդ ամեն ինչը չես հասկանում մեծանալով դու հասկանում ես այդ ամեն ինչը ու բնականաբար սկսում ես գնահատել ու կարելի ասել ամբողջությամբ այնպես ես անում որ այն ինչին դու հասնում ես ինքը մաքսիմալ երջանիկ լինի չեմ ասի որ մաման կողմեր ես իմ բնագավառին որովհետև անգամ ցանկանում եմ թատերական էլ ընդունվել թատերական համալսարան հենց դրան ինքը դեմ էր, որովհետև ինքը ավելի շատ չեմ, չէ, բանկային ու կարծում յուրաքանչյուր ծնող ավելի շատ երազում է, որ իր աղջիկը, չգիտեմ, իր աղջիկը տղան լինեն ինչ որ բանկում աշխատեն, բժիշկ, պետական աշխատանք, այդ բառն էի մոռացել, պետական աշխատող, բայց ես ասել եմ իրեն, որ ես չեմ կարա ինձ ստիպեմ, ես կարամ անեմ, բայց չեմ կարա ինձ ստիպեմ, իմը ամբողջությամբ sense արհեստի, արվեստի ամբողջությամբ այդպես է, համ ձեռքի աշխատանք ամեն ինչ։ Ես այդ ոլորտն եմ ընտրել։ Ու ինքը այդ հասկացավ ու ամենաերևի շատն էլ դա մեզ սկսեց sense շատ կապել այս տարիքից։ Նաև հիմնականում, երբ որ մի կողմը բավականին մեծ սեր է տալիս, իհարկե, ինչքան էլ փորձում է այդ սերը տալ, միևնույն է որոշակի բացեր մնում են, որը ինքներս էլ հասկանում ենք, որ դժվար է լրացնել։ Արդյոք դու երբևէ զգացել ես, որ դու օրինակ ունես երկու կողմի տված սիրո ամբողջության կարիքը եւ որ կարելի ասել կյանքի этаպներում են դրանք ամենաշատը քեզ անհրաժեշտ եղել։ Բայց այնտեղ ընտանիքի վերաբերյալ էլ հարց տվեցիք, հիմա դա պատասխանեմ ու այս մյուս հարցն էլ անդրադառնամ։ Ընտանիքը իմ համար շատ մեծ դեր ունի ու ամբողջությամբ ես այո, բնականաբար ամբողջությամբ այդ սերը ջերմությունը չեմ ստացել, երևի քանի տարի։ Երևի մոտավորապես 11 տարի այդ ջերմությունը Իսկ թվում է արդեն այդ 21 տարի, այսպես ասեմ, չեմ ստացել այդ ջերմությունը ու ամբողջությամբ իմ ցանկությունը այն է, որ ես կազմեմ այնպիսի ընտանիք, որը որ ես ցանկանում եմ կյանքում ես արագ ընտրություն չեմ անի, որովհետև ես ամբողջությամբ ընտանիքի մարդ եմ, ինչքան էլ որ sense նայն իմ գործունեությանը, օրինակ բլոգեր ասես թիթիցա եւ այլն, չէ։ Ես չեմ կարող ունենալ այնպիսի կողակից, ով որ չի գնահատում ընտանիքը, ընտանիք ասվածը անգամ հենց ինքը իր ծնողին։ Եթե մարդը իր ծնողի մասին X մի բան ասի, վերջ, ինքը չի կարող ուղղակի ընտանիք կազմի։ Իսկ ինչը վերաբերվում է ընտանիքում այդ երկու սերը ես արդյոք ստացել եմ թե ոչ, բնականաբար տարբեր սերեր են, իմ մայրը փորձել է այնպես անել, որ ես այդ բացը ընդհանրապես չզգամ, բայց բնականաբար այդ բացը, այն որ սրտի խորքում փոքր Իլոնան միշտ զգացել է ու շնորհակալ եմ, որ այդ բացը եղել է, որովհետև այդ բացի շնորհիվ է, որ ես այսքան ուժեղ եմ, ես համառորեն չնայելով այդ խոչընդոտներին, անցնում եմ իմ ճանապարհը ու միշտ մտածել եմ այսպես, որ իմ կողակիցը լինի ինձնից ավելի ուժեղ, լինի հենց այն մարդը, որը որ ոնց որ այդ բացով անգամ լրացվի այդ ջերմությունը։ Այդքանը։ Իլոնա, բայց ինչքան էլ որ օրինակ տվյալ բացը դու փորձում ես քո հզորությամբ լրացնել, արդյոք դու կարողացել ես ներել այդ բացի համար եւ ինչպես ես կարողացել այդ բացը, կարելի ասել ոչ թե դարձնել, որ չարանաս, այլ ընդհակառակը ավելի լավը դառնաս եւ դրանով կարողանաս ավելի զարգացում ունենալ։
Ես այսպես եմ մտածում, որ կյանքում չպետք է մարդ չարանա, չեմ չարանում, անգամ երբ որ մարդկանց հետ կռվում եմ, ես իրենց հանդեպ չեմ չարանում։ Անցնում է, օրինակ, անցնի 1 շաբաթ, 1 ամիս, 1 տարի, այդ մարդը հետ կա իմ կյանք, ես իրեն չեմ ասի, որ նույն վերաբերմունքը կտամ, բայց չեմ չարանում, այսինքն այն սրտացավությունը ինչ ունենում եմ մարդու հանդեպ լինում է, իսկ ինչը վերաբերվում է հենց այդ առումով բացը, ներել չներելու հարցը չի, ավելի շատ նաև որ հետագա իմ անելիքների պատկերացումը իմ մոտ ավելի սենց հստակ է, այսինքն ես չեմ մտածում, որ ես կարող եմ ինչ-որ հենարան ունենալ, որ այդ մարդու վրա ես հենվելու եմ, ասելու եմ, չգիտեմ, օրինակ, վայ ինչ լավ, օրինակ, այս չափով ինձ կօգնի, այդ ուժեղացնում է ինձ, ես ոչ մեկի կարիքը այս պահին չեմ զգում որպես այդպիսին, որովհետև իրոք այն ուժը, որ իմ մեջ կա, ոչ թե շնորհակալ եմ, չգիտեմ, ինձ կամ, չգիտեմ, չեմ ասի ինձ եմ շնորհակալ, կասեմ, որ Աստծուն եմ շնորհակալ, որովհետև ամբողջ ընթացքում ես մենակ աղոթել եմ, ասել եմ Աստված ջան, եթե մտածում ես, որ սա է իմը, խնդրում եմ, ինձ այնքան ուժ տուր, որ ես հասնեմ իմ ուզածին։ Ու կարծում եմ ոչ թե ես պետքա ներեմ, այլ իրոք որ Աստված իրոք պետքա ների։ Ես ուզում եմ ուղղակի մարդիկ առողջ լինեն, այն մարդիկ էլ որ ինձնից հեռանում են կամ գնում են, ուղղակի թող լավ լինեն, որ ես իրենցից ինչ որ վատ բան չլսեմ։ Նաև երբ որ խոսում ենք ընտանիքի մասին կամ ընդհանրապես սեր հասկացության մասին եւ շատ հաճախ նշում ես, որ քեզ համար անձնական կյանքը եւ անձնական կյանքում լավ կողակից ունենալը բավականին կարեւոր է, մենք ինքներս էլ գիտենք եւ երկար ժամանակ համացանցում շատերը սիրում էին ձեր զույգը եւ բոլորի կողմից շատ սիրված էր, բայց եղավ ժամանակ, երբ որ միանգամից բոլոր նկարները հեռացվեցին եւ անդադ ձեզ նույնիսկ հարցեր էին գրում, արդյոք քեզ համար ինչ դեր ունեցավ տվյալ հարաբերությունները եւ տվյալ բացթողումը, եթե կարող ես նշել, ինչու այդպես կարելի ասել ավարտ ունեցավ։ Նախ այդ հարաբերությունը շատ իմ մոտ այնպեսի շրջանում է սկսել, որ ես սենց չգիտեմ, ոնց որ ես մեծանա այդ մարդու հետ, շատ շնորհակալ եմ այդ հարաբերությանը, որովհետև եւ այդ X մարդուն եմ շնորհակալ եւ սենց ամբողջությամբ այդ ընթացքին եմ շնորհակալ, որովհետև հիմա որ ես հետ եմ նայում, ես շատ փոքր եմ եղել, ես շատ այդ ամեն ինչով դասեր եմ խաղալ եւ մինուսներից եմ դասեր խաղալ եւ պլյուսներից, չեմ ասի, որ այդ մարդը արժանի չէր դրան, արժանի էր այդ մարդը դրան, այսինքն իմ լավ վերաբերմունքին, ինչ-ինչ պատճառներով մենք իրար չհասկացանք, շատ նորմալ է, ես կողմ եմ անգամ, երբ որ զույգերը իրար չեն հասկանում, դա ոչ թե տանի, որ մի կերպ իրար դիմանան, այլ այո, բաժանվեն, որովհետև ամեն դեպքում մարդիկ իրար ցավացնելու են, ինչքան էլ որ իրար կողք մնան։ Պահ է գալիս, երբ որ ձեր արդեն մտածողությունը իրար ընդհանրապես չի այսպես կապակցվում ու դուք իրար չեք հասկանում։ Իմ համար դա նորմալ է, այո, եղել է շրջան, որ շատ ծանր եմ տարել, բայց հետո հասկացել եմ, որ այդ մարդը թող երջանիկ լինի, թող իրեն լավ զգա, ես իմ բնագավառը ընտրել եմ, ոլորտը ընտրել եմ, ես ինձ երջանիկ եմ զգում այս ոլորտով ու այն բացը ինչը որ օրինակ թողվել է այդ սերը, երջանկությունը յուրաքանչյուր աղջիկ դա ցանկանում է, բայց եթե այդպես է ստացվել, ուրեմն իմ երջանկությունը ես այլ ոնց որ տեղում կգտնեմ ճիշտ ժամանակին, ուղղակի մի բան կասեմ, որ արտակնապես մարդիկ չպետք է ոչ թե ոնց որ ասենց իրար սազեն, այլ մարդիկ նույն ուղղության վրա պետքա գնան։ Դու սա ես ցանկանում, ինչ որ չափով այդ մարդն էլ պետքա դա ցանկանա։ Ու այդ մարդն էլ ընտանիքի մարդ, բայց մենք իրար ընդհանրապես արդեն չենք հասկանում, ու կարևորը ոնց որ այդ մարդիկ երջանիկ լինեն։ Իրականում դու խոսում ես, որ այս թեմայի մասին, բայց ես զգում եմ ինչքան քո մեջ կարելի ասել ցավ կա, այսինքն այդ ամեն ինչը ինչքան է քեզ վրա ազդել եւ արդյոք այդ բաց թողնելը, երբ որ իրավիճակը դու բաց ես թողում, քեզ համար հեշտ տրվեց եւ ինչպես կարողացար դուրս գալ, արդյոք քեզ օգնեց ավելի շատ քո գործունեություն ծավալելը, երբ որ դու տեսար այն ռեզոնանսը, որ ունես, թե այլ կարելի ասել աջակցություններ, որ քեզ օգնեց տվյալ իրավիճակից դուրս գալ։ Մի հատ sense մեջբերում անեմ, ես երբ որ կողակից անգամ ունեցած ժամանակ իմ աշխատանքը
Ես ոնց որ ավելի շատ հետին պլանում եմ գցում ու ավելի շատ մտածում եմ, որ պետքա ժամանակ անցկացնես ու բնականաբար ինչ որ պրոյեկտներ ա լինում, որը որ քո կողակիցը օրինակ համաձայն չի լինի, ինչ որ չափով դու իրան ես լսում, հարգում ես իր կարծիքը ու չի լինում։ Բայց հիմա, երբ որ դու ամբողջությամբ սենց ազատ ես լինում, հասկանում ես, որ ոչ թե լավը որ այդ մարդը չկա, այլ լավը որ օրինակ բաժանվեցիք ու դու ամբողջությամբ ոչ թե կոտրվեցիր կամ ինչ որ հեղափոխվեցի, ինչ որ վատը դարար, այլ հակառակը ամբողջությամբ սենց առաջ ես գնում ու կարծում եմ դա մի հատ սենց իմ համար հաջողություն է, երբ որ վատ բան է լինում ինչ որ այս թեման անընդհատ sense ակտուալ է, չէ՞, ինչ որ վատ բան է լինում։ Այդ վատ բան լինելուց հետո ուժեղանում ես։ Ու ես միշտ իմ բոլոր շրջապատի մարդկանց ասել եմ, երբեք մի վատ ինչ որ ծանր տարեք, երբ որ ինչ որ վատ բան է լինում։ Ուղղակի ասեք ոչինչ, ասում եմ չկա վատ կյանք, այլ վատ օրեր կան։ Ես այդ ամբողջությամբ այդպես եմ առաջնորդվում։ Ամբողջությամբ sense դրեք, չգիտեմ ձեր հավատի վրա, որ հավատքի, որ լավ է լինելու։ Չեմ ասում, sense նստեք, սպասեք լավ է լինելու, այլ ուղղակի այն գործունեությունը, ինչ որ ծավալել եք, օրինակ ձեր սիրած մարդուց առաջ, մի թողեք։ Ավելի շատ դրան եմ հակված, որ կյանքում ոչ մի բանը չթողեք։ Նաև եթե անցնենք ավելի քո նախագծերին, գիտենք, որ նկարահանվել ես բավականին շատ նախագծերում, բայց տվյալ նախագիծը, որը մեծ տարածում գտավ եւ հիմնականում մարդիկ անընդհատ քեզ նախագծի անդամների հետ տարբեր հոլովակներ էին պատրաստում, հիմնականում այսպես ասած նույնականացնում էին տվյալ անձանց հետ, արդյոք ինչ տվեց այդ նախագիծը եւ մինչ դրան անցնելը, սակայն ավելի լավ է սկսենք, ինչպես ստացար առաջարկը եւ սկսեցիր մասնակցել նախագծին։ Ահա եկանք ամենաբուն թեմային։ Առաջարկը չեմ ստացել, առաջարկը տեսել եմ, չեմ ասի, որ շատ պրոյեկտների եմ մասնակցել, իրականում եղել է, որ գնացել եմ քաստինգների եմ մասնակցել, այդ շրջանում անգամ Armenia TV էի գնացել, բրեկետով էի 17-18 տարեկանում, բայց այսին որ բրեկետով ոնց որ հաղորդում չեմ կարող ես մտնել, ասի օքեյ։ Իսկ այս շոուին ոնց որ մասնակցել եմ, եղել է որ Instagram-յան հարթակով եմ տեսել ու մի անգամից CV եմ ուղարկել առանց նայելու ես ինչի պետք է մասնակցեմ։ Քաստինգին անցել եմ, գնացել եմ քաստինգի, այնտեղ այնպիսի մարդիկ էին, որ մտածում էի կարող է ես դեռ փոքր եմ, կարող է չէ, կարող է ու ամբողջությամբ սենց այդ ընթացքում, երբ որ ասել են Իլոնա ջան, սա քաստինգը անցել ես, դանգահարել են, դասատուից հետ այսպես նստած եմ, ասում եմ ոնց որ հենց այդ պահին վերցրել եմ հեռախոսը, ասում եմ կարո՞ղ եմ ես ձեզ 30 րոպե զանգեմ, պատասխանը տամ։ Համ ցանկանում էի, համ սենց մտորումների մեջ էի։ Արդյոք դա հետո ինչ որ անվան ոնց ոչ թե ինչ որ ես սխալ բան կանեմ, այլ հետագայում ինչ որ գործունեության վրա ինքը ինչ որ բիծ չի թողի։ Չէ, ես սխալվել եմ։ Կյանքում ես չեմ փոշմանի, որ մասնակցել եմ, որովհետև այդ ամեն ինչը բնականաբար տվեց իմ Instagram-յան հարթակին ակտիվություն ամենակարևորը, տվեց նոր ծանոթություններ աշխատելու ամենալավ կազմակերպիչների հետ, ամենալավ ռեժիսորների հետ, ուղղակի իմ համար դա մի հատ հաջողության հասնելու ոչ թե կասեմ տարբերակ էր, այլ ոնց որ իմ ցանկությանը ես հասա ու իմ համար ամենակարևորը Instagram-յան հարթակն է, ինչքան էլ ես կյանքում չեմ ասի, էլի որ TikTok-յան հարթակին, չգիտեմ, ու ես ասեմ մի բան էլ, որ ես չեմ ասում, օրինակ TikTok-յան հարթակի, չգիտեմ, հետևորդներ կամ Instagram-յան հարթակի հետևորդներ, ես ասում եմ ընկերներ, որովհետև ամբողջ ընթացքում իրանք իմ հետ են լինում, TikTok-ն էլ է ինձ բավականին ակտիվություն տվել, բայց կոնկրետ այս նախագիծը ամբողջությամբ սենց Instagram-յան հարթակում ակտիվություն տվեց ու շատ ուրախ եմ, որ մասնակցեցի, իսկ ինչը վերաբերում է մասնակիցներին, սենց շիփ անելուն, այսպես ասած, ազույգեր ստեղծելու, քանի որ դեռ պրոյեկտը չի վերջացել ու դեռ շատ սերիաներ կան, ոչ մի փակագծեր չեմ բացի, կասեմ նայեք ու ուղղակի այս պրոյեկտը այն նրա մասին էր, որ հենց մեր հասարակության, հենց մեր այսպես սերնդի մեջ մտցնեն այն կարծրատիպը, որ ոչ թե սոցիալական հարթակով պետք է իրար
ծանոթանաք, լայքեց, վայ լայքեց, ուրեմն սիրում է, բաս սիրարված է, չէ, այլ տղաները ունենան իրենց մեջ ուժ, որ այդպիսի գեղեցիկ դեյթեր կազմակերպեն, ժամադրություններ, տենց շոտ սիրուն, որովհետև կարծում եմ դուք էլ եք նայում, չգիտեմ, նայում եք թե չէ, այդ գեղեցիկ բնության գրկում, այդ գեղեցիկ հետաքրքիր կազմակերպված ժամադրությունների ժամանակ իրենց, չգիտեմ, հավանած աղջկան ու այդքան թեմաներ, հա, որ քննարկվում է այդ են սարքեն ակտուալ դառնա ամբողջությամբ շոուն դրա մասին է եղել, որը որ կարծում եմ 90%-ով հաստատ օգնելու է մեր այս սերնդի ոնց որ մարդկանց։ Մենք հիմնականում նաև էմոցիաներ ենք տեսնում եւ շատերը մտածում են, որ օրինակ սա ավելի նախագծված է, ամեն ինչ ավելի շատ հիմնականում նախագծային է եւ ոչ թե բնական էմոցիաների վրա, սակայն ինչ կասես ինքդ, արդյոք դրանք իրական էմոցիաներ են, թե օրինակ հիմնականում այնպիսի նախագծերի են նման, որոնք նախապես օրինակ որոշվում է տվյալ զույգի մեջ օրինակ սենսացիան պահելու համար ինչ պետք է արվի, իհարկե նախագիծը շարունակվում է, բայց դու կարող ես ներկայացնել հիմնականում գաղափար ավելի բնական զգացմունքների վրա են։ Տեսեք, կարծում եմ, հենց reality ասվածը հենց դրա մասին է, ինչքան էլ որ տան ներսում ոչինչ չի նկարվել, դա նրա համար է արվել, որ ավելի սենց էսթետիկ, ավելի սենց ամեն ինչը մտածված էր ու անգամ մենք ժամանակ չենք ունեցել այսպես տանը լինել, որտեղ առավոտյան մենք արթնանում էինք ու մինչև երեկոյան ամենաուշ ժամը մենք նկարահանման ենք լինում, գալիս էինք, ընթրում էինք ու քնում էինք, որտեղ էլի առավոտյան պետք է արթնանանք ու այնտեղ ամենակարևորը ինչն էր դիսցիպլինան, որը որ պահվել է, այսինքն մենք պետք է ճիշտ ժամի քնեինք, որ ավելի sense աշխուժ արթնանայինք, որ ավելի գեղեցիկ տեսք ունենայինք, իսկ ինչը վերաբերվում է այդ ճակերտավոր ասված, որ ամեն ինչը կազմակերպված է եղել, չգիտեմ, ջուր տեքստեր է տրվել, չկա նման բան, ամեն ինչ եղել է, ոնց որ մենք այսպես դեմ դիմաց նստենք ու իրար սկսենք ճանաչել, մենք ոչ մեկս իրար չենք ճանաչել, նստել ենք, այդպես խոսել ենք, ամեն ինչը եղել է մաքսիմալ բնական ու անգամ այս վերջում ռեժիսորը երբ որ մի հատ այսպես բոլորի sense համախմբվել էր իրար ու խոսեց, ասաց որ մենք այնքան լավ ենք մեզ կարողացել ոնց որ այսպես ի ցույց տալ մարդկանց կամերաների առջև, որ բոլորը մտածել են, որ դա խաղ է, որովհետև ինքը չի մտածել, որ մենք այդ ինչ ձև պետք է լինենք, որ sense իդեալական ոնց որ ամեն ինչը sense շոտ սիրուն լինի։ Ու իրոք ամեն ինչը շոտ սիրուն է եղել, ամեն ինչը շոտ բնական է եղել ու իրոք մենք sense մաքսիմալ եւ արդարացրել ենք ռեժիսորի այդ մտածածը եւ ամբողջությամբ մեզ մեր պատկերացրածի մեջ այդ ամեն էսթետիկությունը ամեն ինչը մեր մոտ արդարացված էր ու չգիտեմ որ մտածում են ինչ-որ один дома է, չկա նման բան։ Ամեն ինչ շատ բարձրակարգ ձևով արվել ու մակարդակով, որը որ վախը կար, որ տենց չի լինի, բայց մարդկանց ճանաչելով ու այդ ամեն ինչը տեսնելով, պրոստը չգիտեմ։ Նաև հիմնականում նախագծի վերաբերյալ դու ստանում ես բավականին դրական արձագանքներ, բայց տեսնում ենք, որ ինչպես միշտ էլի երկու բևեռը շարունակվում է առաջ գնալ եւ բացասական արձագանքներ նույնիսկ ստացել ես հոլովակների օրինակ հատվածներ էին հիմնականում տեղադրում եւ դու ինքդ էլ այնպես չէր որ թաքցնում ես եւ տվյալ արձագանքներին բացասական դու դրականով պատասխանել ես, արդյոք դրանք քեզ վրա ինչպես են անդրադարձել եւ կարողացել են այնպես անել, որ որևէ պահ մտածես, որ պետք է կանգ առնես։ Բացասականը սկզբնական շրջանում, այսինքն եթե շրջանները 1, 2, 3 շատ է եղել։ Ինչի համար, օրինակ, ասեմ հենց իմ գիրության այդ ընթացքում ես ահա որ ատյակը չգիտեմ ոնց բացատրեմ հայերեն, ավելի շատ sense քաշ էի հավաքել, որովհետև մենք շատ ուշ էինք քնում։ Մենք սնվել ենք sense շատ ժամային ինտերվալներով, որովհետև նկարահանման ենք եղել ու բնականաբար յուրաքանչյուր, հա, զարգացած մարդ, ով որ այդ բնակավարում է եղել ու գիտի որ օրինակ նկարահանման ժամանակ ավելի շատ են որ նկարահանումով ես դու տարվում ու վերջ ամեն ինչի մասին մոռանում ես։ Ես քաշ էի հավաքել ու բնականաբար կամերաները ավելի շատ sense արտահայտիչ են ամեն ինչ ցույց տալիս։ Ամենաշատը դա է եղել, որ վայ, ես ինչ հո եւ այլն, եղել է տարիքս, եղել է իմ խոսելա ձևը, որ այնտեղ տակը գրում են շատ տգեղ, չգիտեմ, շատ ինչ որ ձանձրալի կերպար է, չգիտեմ, այսպես ասած, խոսակցությունը չի կարողանում առաջ տանել, որովհետեւ երեխա է, բառապաշար ընդհանրապես չունի ու իրանք չեն հասկանում մի պարզ բան։
դու գնացել ես reality ու ոչ մի հայերեն իմացող, չինամ, անգամ դասատու, դասախոս երբեք իրական կյանքում ճիշտ բառերով չի խոսի։ Թող ոչ մեկ, այսպես ասած, իր կյանքը թողած, ավելի շուտ դրանից էի սենց շոտ չարացել, ներվայնացել, ոչ թե ինչ որ մտածել եմ, չէ, չեմ անելու, ոչ մի բան էլ չեմ խոսելու, ոչ մի ստորի տարբերակներ չի լինելու, հոլովակներ չի լինելու, այլ հենց այդ կերպարներից, որ իրենք իրական կյանքում ահավոր են, այսինքն չնայելով իմ տարիքին, որ ես իրենցից անգամ փոքր եմ, ու ես դեռ ունեմ այնքան էտապներ զարգանալու, ես ունեմ սովորելու լիքը ու սովորելու համար երբեք ուշ չի տարիք, ժամանակ իրենց արձագանքները թողում են, տգե, չգիտեմ, չի կարողանում խոսել, ամենածայրահեղ այդ մեկնաբանությունը դա է եղել, որ ես ինչքան փորձել եմ, այդ իրականում շատ լարված ենք եղել, որովհետև մենք առաջի անգամ ենք նստում, խոսենք իրար հետ, այսինքն ես չգիտեմ դիմացինի ինչ արձագանք կտա, կարող է իմ ինչ-որ X բառից, ինքը օրինակ ենթադրենք, սեղանը շուռ է տալիս։ Այսինքն ես փորձել եմ այնպես մարդու հետ խոսել, ոնց իրան պատկերացնում եմ։ Ամենը երևի այդ արձագանքը եղել, որ մտածել եմ ինչի օրինակ։ Իլոնա, եթե ամփոփենք, արդյոք ինչ նպատակներ ունես ապագայում եւ հետագայում ինչ ցանկություններ ունես, որ օրինակ թեկուզ նախագծի տեսքով կցանկանաս որ հասնես դրանց։ Նախագծի տեսքով ցանկությունս այն է, որ իրականում ավելի կատակերգական, ֆիլմեր, ինչ-որ հավես ու լինելու է, ես վստահ եմ, ապագայի վերաբերյալ կյանքում ինչ-որ անպագորգոր բառեր չեմ ասի, ավելի շատ վստահ եմ իմ աշխատասիրության վրա, որ հաստատ ինչը որ ցանկանամ, հաստատ դա լինելու է, ոնց որ կարող եմ այսպես ասել, որ ինչը տրվում է ինձ, ես երբեք իմ ձեռքից բաց չեմ թողում, մաքսիմալ ինչը իմ համար է ստեղծված, ինչ որ ինձ կոմֆորտ է, միշտ sense վերցնում եմ ու դրանով առաջ եմ գնում ու կարծում եմ նորանոր շատ նախագծերում կսիրվեմ, որովհետև ես այն կերպարներից եմ ըստիս ու ոչ ըստիս, որ ոնց իրական կյանքում եմ, այդպես լինելու եմ հետագա իմ տարիքներին, հետագա իմ ծավալած գործունեության ընթացքում, այսինքն կյանքում ինձ ոչ մի ինչ-որ պրոգրես, օրինակ չգիտեմ, դառամ օրինակ 10,000 օրինակ հետևորդ, երբեք ինձ չի փոխելու, որովհետև ես դրան հասել եմ շատ դժվարությամբ ու ես դա գնահատել եմ ու միշտ իմ ասածը նա էլ եղել, որ ոչ թե ես անգամ ամենակիչ հետևորդից միշտ ակտիվությունս պահել եմ, ոչ թե քանակն է կարևոր, այլ որակը։ Իմ համար միանշանակ որակն է։ Դե ինչ Իլոնա, շնորհակալ եմ նման անկեղծ զրույցի համար, կարծում եմ, որ իրականում իրոք անկեղծ զրույց էր, որովհետև կիսվեցիր քո բոլոր էմոցիաներով եւ քո բոլոր, կարելի ասել, մտածած պատկերացումներով։ Ձեզ եմ շնորհակալ, շատ հաճելի էր ու կարծում եմ, որ этап այսպիսի խոսակցությունները մարդկանց պետք են։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։